հատուկ խաշ շուտողների համար փորձում ենք հայկական մենապահանջված նախաճաշը պանիր սոխանենք, քանի որ խաշի սեզոնն է, ինքը խաշի անբաժանելի մասն է։ Ով խաշ չի ուտում, պամիդորով ձվածեղ պետք է ուտի։ Այնպես չի, որ ես քննադատում եմ կամ մեղադրում եմ, վախ ես ինչ համով է։ Հələ մատ մի րոպե էլի, ինչ անտանելի համով է։ Եթե խաշի սեղանի եք ու խաշ չեք սիրում, պամիդորով ձվածեղ եք ուտում, ամենակարևորը երկու արտադիր նորմի պահպանումն է։ Մերսի, առաջինը, խաշ չուտելը ձեզ չի ազատում ձեռով ուտելու պատասխանատվությունից։ Անմահական։ Այս պարզությունը հայկական խոհանոցի ամենաբնորոշիչ հանգամանքներից մեկն է։ Չգիտեմ, դե խառը բաներ եք լցնում ես պամիդորով ձվածեղի մեջ, ուրիշ անուններով եք իրան անվանում, չէ, ժողովուրդ։ Մեր պամիդորով ձվածեղը հանճարեղ է։ Քաղցր լոլիկ, տնական ձու ու կարակ, ուրիշ ոչ մի բան։ Ուտում ես, մեռնում ես, կյանքը վայելում ես։ Երկրորդը, խաշ չուտելը ձեզ չի ազատում խմելու պարտավորությունից։ Խորժակ բացելու առավելությունն է, իրանք սխտոր են ուտում։ Լոլիկով ձվածեղ ուտողները հայկական մի բան է։ Օյո, հենց որ հետ չենք մնում, ռեժանը խրխրթան հացով, տնական թթվով, հարճ ասած խաշի կլնի, ճաշի կլնի, համեցեք, սիրով սպասում ենք, վայելեք մեր հայկական առավոտվա ուտեստները։